Քայլեք Ժորժ, քայլեք։ Պարոն Փաշինյան, ես ձեզ որպես լրագրող հարցեր ունեմ։ Ասեք, թող չխանգարեն։ Սա է խոսքի ազատությունը։ Վախենում եք հարցերից, Այ ժողովրդին դավաճանելը հեշտ է, հա, հարցերին պատասխանելը դժվար է։ Հա, լրագրող եմ։ Դուք ինձանից բեջ մի ուզեք, գնացեք ձեր նախկին լրագրող, հա, դու ով ես ինձանից բեջ ուզես։ Գնաք ով վզից կապի։ Ձերը կապած է արդեն, ադրբեջանական ցեպը կապած է ձեր վզից։ Հա, ես ասեցի։ Ումից եմ փող ստանում։ Ումից եմ փող ստանում։ Գնացեք ալիվից ստացեք ձեր փողերը բա։ Վաղը մյուս օրը։ Ալիվից ինչ կան։ Ումից ենք մենք փող ստանում։ Ալիվից ձեր դողան ինչքան է ստանում։ Ասեք ումից ենք ստանում, ումից ենք ստանում։ Ասեք ումից ենք հարցում եք, հարցի պատասխան եք ուզում։ Մարդը ձեր վարչապետը վախենում է հարցերից։ Ձերը չի հիմա խանգարել։ Դե ձեզ չի խանգարել։ Եկալ սիկտիրը։ Մուշեղ։ Վաղը Մուշեղ հանգիստ գնաց դեղից։ Ուրեմն չի կարելի հայորեն։ Մենք ասում ենք վաղը Հայաստանին ինչ հասկանում։ Չի կարելի, բայց կարգի լավիրեք, կարգի լավիրեք։ Սիրելի հայրենակից, մենք ձեզ որպես Նիկոլ Փաշինյանի աջակից ասում ենք, որ եթե դուք այս անգամ էլ սխալվեցիք ու ընտրեցիք Նիկոլ Փաշինյանին, վաղը մյուս օրը ինչպես ասում էր Արցախը Հայաստան է, ասում է Սյունիքը, չէ, ասում է Սյունիքի հարց չկա, այդպես էլ Սյունիքն է հանձնելու, ադրբեջանցիներին բերելու են վերաբնակեցնեն, դուք Ալիևին չեք լսում։ Թուրքերը նստած չեն հիմա։ ուրեմն լսի։ Թուրքերը սովածացան հեռացան ջերմուկի։ Չէ, հարց եմ տալիս։ Թուրքերը հեռացան ջերմուկի։ Հարցից եմ պատասխանում։ Ուրեմն այդ քո տեսակից։ Որ տեսակից։ Այո, ձեր տեսակից։ Արժանապատիվ տեսակից։ Այո, շատ ճիշտ է։ Տեսակից նորիվա, որ Արցախը հանձնված է։ Դուք եք խապել, դուք խապել եք, հլը մի րոպե, 2021-ին Նիկոլը խապել է, Նիկոլը դավաճան է, այո, Ալիևի կամակատարներն եք դուք, Ալիևի ու Էրդողանի կամակատարներն եք դուք, ձեր շեֆը։ Գնա վարչապետիդ հետ խոսա։ Ձեր Նիկոլը հանձնող է, հանձնել է 21-ին, հանձնել է 23-ին, հանձնել է 20-ին, 26-ին էլ տեղ կտեսնենք ինչ է անելու, եթե ընտրվեց։ Ամոթ ձեզ, վաղը մյուս օրը դուք զղջալու եք ես ձեր խոսքերի համար։ Հայանքի համար քիչ եք ձեր փակալում ես։ Քեզ տերասնեմ, ոչ Ես չեմ դիմում, ես ոստիկանության եմ դիմում։ Ոստիկանությունը օրենքը անտեսում է։